Ամեն սիրտդ վենդետա է ուզում, հա? Ես կրվից ես եմ հաղթած դուրս գալու։ Ախորակդ ված չի, դե փորձ էլի, մարդ ես, ես կյանքում կարող եմ մի անգամ էլ քո բախտը բերի։ Ինձ անազատության մեջ ես տեսել ոգևորվել ես, շատ մի ոգևորվի, դրսում 1000 գործող ձեռք ունեմ։ Դոլեսի է, ինձ ոչ քո ձեռքն է հետաքրքիր, ոչ էլ քո ոտքը, մի հատ ճշմարտություն կա, որ դու կրակել ես տեղից վրա ու պատասխան պետք է տաս։ Կտեսնենք վերջում ով է պատասխան տվողը։ Բա հույս դուր քեզ, սենց տեղերում այդ հույսն է փրկությունը։ Գրև ես ուզում, կստանաս, բայց անկրս մտքովը չանցնի, որ մենք ծուսմունքը հետ ենք վերցնելու, փդելու ես բանդում, որ տենամ ոնց ես ստեղից վենդետա անում։ Կանեմ կտեսնեք, իսկ դուք պատրաստվեք։ Մենք միշտ պատրաստ ենք։ Բաց չէր լինի, որ ես ճշմարտությունը իմանայի գոնե դրան արժանի եմ, պապ։ Իմ համար էլ է դժվար եղել, Հայրի։ Հա, ուղղակի ինչ օգուտ, որ համարձակությունը չի ներել, փոխես ինչ-որ բան։ Համբերի, ժամանակը կգա։ Բարև ձեզ։ Բարև ավակ ջան, արի։ Ես չեմ եկել հիվանդատես։ Լավ է, Հենրին էլ աստեղ։ Դե, ասա հասկանանք ինչ է եղել։ Լույս սփրես մոտ պատմության վրա։ Թե չէ սենց բոլորիս մատերի վրա պտտելով չի լինի։ Ձյաձ ավակ, սխալ ժամանակ ես ընտրել հորս այդ հարցերը տալու համար։ Բա ինչ անում։ Գոնե մենք իրավունք ունեինք ճիշտն իմանալու։ Այսքան տարի այդ երեխուն մեծացրել ենք իմանալու, որ քո աղջիկն է։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ, բայց ինքդ ես տեսնում, որ հիմա ի վիճակի չի այդ հարցերի պատասխանները տալու։ Ինքը դուրս կգա հիվանդանոցից ու անպայման բոլորիս պատասխանները կտա։ Իսկ հիմա ավելի լավ կլինի, որ դուրս գաս։ Ես էլ գնամ։ Լսում եմ անգել։ Հերի ինչի ինձ չէիր ասել, որ կինդ էլ երբեք չի կարա երեխա ունենա։ Որտեղից ես իմացել։ Հիմա էլ այդ կարևոր չի, Հերի։ Ինչի էիր ինձնից գաղտնի պահում։ Անգել դե որովհետև վթարի մեջ էլ էիր քեզ մեղադրում։ Չուզեցի խիղճը ծանրացնեմ։ Չեմ թաքցնի իմ աշխարհի ամենամեղավոր մարդն եմ ինձ զգում։ Դու ոչ մի մեղք չունես, լսում ես։ Ընդհանրապես կապ չունես ոչ վթարի հետ, ոչ էլ բեծի վիրահատության։ Հերիքա քեզ տանջես։ Իմ միակ մեղքը քեզ սիրելն է, Հերի։ Ես վթարը շատ ճակատագրական եղավ։
Չէ, բալես, չպետք է ստեղ գայինք։ Լավ էլի բար, ես լավ գիտեմ ինչ եմ անում։ Ես թույլ չեմ տա ինձ դժբախտացնողները երջանիկ ապրեն, մինչև կյանքից վերջին շունչը չեմ թողնելու։ Այ, Բեցի ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ես իմ աղջիկ։ Ինչ եք կանգնել, առաջ անցեք, ես հեսա սուրճ կդնեմ։ Չէ, դրա կարիքը չկա։ Ես արդեն պետքա դուրս գամ, երկու գործ ունեմ։ Ուղղակի երեխուս մենակ չի ուզում թողնել։ Բա ինչի չասեցիր, որ քեզ դուրս են գրում, մենք կգայինք քո հետևից։ Չենք ուզում անհանգստացնեինք։ Իրան թողած բոլորի մասին մտածում է։ Դե ոնց տեսնում եմ, երեխես արդեն հոգատար ձեռքերում է։ Հոգատարության մասին մի մտածեք։ Համարեք հարազատ մոր մոտ եք թողնում, ես իրա մասին իմ աղջկա նման հոգ կտանեմ։ Դե ես գնացի արդեն։ Եթե ինչ-որ բան պետք լինի, ցանկացած ժամին զանգում ես։ Եղավ բալես։ Ապրես բաբ ջան։ Հաջողություն։ Իսկ դուք գիտեք, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր չեն։ Բալես, ես նոր եմ իմացել։ Վթարից հետո, բայց դու ես պահին դրա մասին մի մտածի։ Հիմա ամենակարևորը քո առողջությունն է։ Ոնց կարամ չանհանգստանամ։ Հենրին ու Անգելինային բաժանում էր միայն արունակցական կապը։ Իսկ հիմա ճանապարհը բաց է։ Մենակ չեմ հասկանում, ինչ ինձ բերես նստացրեց կողքին։ Չէ, բալես, ամեն ինչ այդքան պարզ չի, ինչքան քեզ է թվում։ Իմ Հենրին շատ սկզբունքային տղամարդ է ու ինքը այս ծանր պահին քեզ երբեք մենակ չի թողնի։ Դու կարող ես հանգիստ լինել։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու այս տանը քեզ ոչ մի վայրկյան ավելորդ չզգաս։ Արինիստի, քեզ երկար կանգնել չի կարել։ Վայ պապա, ես բան եմ պատմում, դու թքած ունես, արհամարական նստած ես։ Աղջիկ ջան, որտեղից վերցրիր, որ թքած ունեմ։ Բա սուրճ ես խմում։ Բա սուրճ ականջներով են խմում։ Այմար պատմի, ամբողջ ուշադրությունս քոնն է։ Շախունցների տուն էի գնացել։ Սկսվեց։ Հորքուր, կամ հիմա լսում ես, կամ թողնում գնում ես քո սենյակ։ Չասված է աղջի։ Կարողա ձայնազուրկեմ։ Ոյ Աստված, հիմա քուրախ պետք է թողնեք խոսեմ։ Էխոսի բերանը տով է փակել։ Շախուսների տուն գնացել էիր հետո։ Հետո Աննատին ծապտակեց ու տնից վռնդեց։ Յո, ժրել է, հա։ Ծաղրում ես։ Աղջիկ ջան, ինչ ես ուզում։ Դու պատմում ես, ես ուշադիր լսում եմ։ Սրանից ավել ինչ ես ակնկալում հիմա։ Ուզում եմ ինձ պաշտպանես։ Պաշտպանում եմ, սրանից ավել ոնց պաշտպանեմ։ Գլխից դրած ման եմ տալիս։ Բայց մյուս կողմից այն հեզ ու հնազանդ աղջիկս Աննան սկսել է աչուձախ ապտակներ տալ։ Սիրտս ուրախանում է։ Չբարձրաձայնեմ։ Պատկերացնում ես Սաուրը հասցրել է երախուն, որ իրան նման բան ա թույլ տվել։ Ոչ մի տեղ էլ չեմ հասցրել։ Իրան իրա տեղն եմ ցույց տվել։ Ինքն էլ անզորությունից ապտակեց ինձ, բայց ոչինչ։ Պատասխան ապտակը չի ուշանա։ Ուղղակի ոչ թե իր դեմքին կլինի, այլ կյանքին ու ճակատագրին։ Դա վաղուց ես հասցրել։ Հիմա ուրիշ բան մտածի։ Հորքուր խելոք մնա։ Խորհուրդ չեմ տա իմ հետ թշնամանալ։ Չէ վերջը քո այդ երկար լեզուն ես եմ փոկելու։ Նա, ես էլ խորհուրդ չէի տա անետ։ Սա մինչև վերջ գնացողներից է։ Շնորհք։ Ձեռնդ լսեցի վախեցա։
Ինչ լավ է, որ եկար։ Ուրիշ տարբերակ չէր կարող լինել։ Անգել դու գիտես ես ինչ եմ զգում։ Իսկ ես իմ զգացածի հանդեպ պատասխանատվություն ունեմ։ Դրա համար էլ հենց քեզ զանգեցի առաջինը։ Մենակ անկախ ամեն ինչից իմացի, որ ես միշտ քո հետ եմ անգել։ Հա, տղա ջան։ Ոնց ես։ Նույնը։ Հերթով բոլորին դիմավորում, ճանապարհում եմ։ Կարողա տնավորվել ես արդեն։ Ո՞վ էր եկե։ Ավակը։ Ետ ինչ էր եկե։ Ուզում էր իմանալ Անգելինայի ծնողները ովքեր են։ Արասատը գնա գործիտ է։ 1000 թեմա ունենք մի դինենք ես բան բացատրենք։ Հերին ճամփեց։ Մոնոց ցենի։ Մեծացել է տղետ։ Պատողը զահարից առաջին գնում։ Ոսկի սիրտումի։ Գիտեմ տղա ջան։ Քավորի հետ եմ հանդիպել։ Առաջարկում են ցուցմունքը հետ վերցնեմ, թե չէ նոր կռիվ է սպասվում։ Թող սկսեն, եթե կարան։ Բայց ցուցմունքը հեչ պետք չէր։ Վերջացել ու լախբոր պես։ Այդ սոսը բանդում պտի։ Ես ցուցմունք հետ չեմ վերցնի։ Հասկացար։ Դրա մոտ եմ գնացել։ Իզուր էլ ծանր տեղը թեթևացրել ես։ Դու չէ հենց պետք էր տղա ջան։ Հենց դեմերը ասեց աշկերի մեջ նայելով ասեցի։ Հենց եմ անելու որ դու արևի երես չտեսնես։ Ոստեղից ընդամպես դուրս չես գալու։ Կեր, մի բան կեր։ Մեծի ջան, ինչ լավ է եկել ես տուն։ Պապաս էլ ողջ առողջ կա ու անցնենք մեր բնականոն կյանքին։ Մի քիչ ինձ համար հեշտ չի լինելու անցնել բնականոն կյանքի։ Զգուշ։ Ուր ես գնում։ Բարձրանամ պարկ եմ։ Ուզում ես թե բերեմ վերև։ Չէ, ախորժակ չունեմ։ Ուզում ես գամ հետ։ Շնորհակալ եմ։ Տխուր է, հա՞։ Դե հավալ ես, բա ինչ էիր ուզում։
Եղածը քիչ եմ մի հատ էլ իմացել եմ, որ Հենրին ու Անգելինան քույրու եղբայր չեն։ Հա, մի տեսակ շատ ա փոխվել։ Դե վախեցած է երեխան։ Դե ով լիներ իր փոխարեն չվախենար։ Չնայած Հենրին իրեն այս վիճակում երբեք չի լքի։ Իհարկե չի լքի։ Ես էլ իրան ասեցի, բայց չեմ կարծում, որ իմ ասածը ընդունեց։ Դու էլ կուզես մի բան ուտես։ Չեմ, խորժակ չունեմ։ Շատ վատ եմ ինձ զգում վթարի հետ կապված։ Էլի սկսեցիր Անգել։ Այդ հաղորդագրությունը Հենրին ճանապարհի վրա է կարդացել ու դրա պատճառով էլ եղել այդ վթարը։ Ինչ կապ ունի։ Թող ավելի ուշադիր ու զգոն լիներ։ Հիմա բայց այն նենց վիրահատություն են արել, որ էլ չի կարա երեխա ունենա։ Խեղճ աղջիկ։ Որ իմացա սիրտս կտոր եղավ, տեղս չէի գտնում։ Այդ տեսնում ես փոքրան ուշադրությունը ինչի է բերում։ Կարա ճակատագիր փոխվի։ Հերին արդեն մեղքի զգացում ունի Բեցի հանդեպ։ Ու ինչքան էլ պարզվել է, որ մենք խոր ու աղբեր չենք, մեկ այլ ոչ մի բան չի լինի փոխելու ինքը չի բաժանվի Բեցիից։ Դե հա, ցանկացած նորմալ տղամարդ էլ այդպես կվարվեր։ Դրա համար ես պիտի մոռանամ իրան ու իմ կյանքը զրոյից սկսեմ։ Հա, դու պիտի մոռանաս Հենրիին։ Պիտի մոռանաս Հենրիին ու հնարավորություն տաս Նոյին։ Ճիշտ ես։ Իհարկե դեմ գնալով զգացմունքներիս։ Նոյը հրաշալի տղա է։ Եթե դու իրան մոտ թողնես, վստահ եմ դու շատ շուտ կսիրահարվես։ Դա աստված մամ ջան։ Ես այս որոշմանդ շատ երկար եմ սպասել։ Բոլորս ենք սպասել։ Իսկ մինչև որոշման իրագործելը ես պիտի վառեմ անցյալի հետ կապող բոլոր կամուրջները։ Հերի, ես ինձ մեկամ եղավ, որ եմ զգում կատարվածի համար ու այդ միտքը ինձ հանգիստ չի տալիս։ Չի ստացվում հանգիստ ապրել։ Անգել արդեն որորդ անգամ քեզ ասում եմ։ Մենք ունակ չենք ճակատագիրը փոխելու։ Ոնց որ դու ոչ մի կապ չունես։ Ուրեմն այդ նույն ճակատագրի հեգնանքի պատճառով է, որ անգամ հիմա, երբ գիտենք քույր ու եղբայր չենք, միևնույնն է միասին չենք լինելու։ Հարցը նրանում է, որ ես չեմ կարա Բեցին հիմա թողնեմ։ Այդ սրիկայություն կլինի։ Պետք էլ չի, որ դու իրան թողես Հենրին, որովհետև առաջին հերթին ես այդ թույլ չեմ տա։ Դու պիտի իրա կողքին լինես ու քո սերն ու հոգատարությունը տաս իրան։ Սեր տալ խոսք չեմ տալիս, բայց ամեն ինչ կանեմ, որ նրա կողքին լինեմ։ Հուսամ այդ կստացվի։ Երևի ես էր Աստծո կամքը։ Ու պիտի մենք վերջապես այդ ընդունենք։ Երևի թե այս էր մեր սիրո վերջը։ Ասում ենք վերջն է եկել մեր սիրո, բայց չենք հավատում դրան։ Ուզած չուզած պիտի հավատանք, որովհետև մենք հասել ենք վերջին, ու այստեղից էլ ճանապարհ չկա հետադարձի։ Իսկ մի ժամանակ մտածում էինք, որ կկարողանանք փրկել մեր սերը, եթե քուր ու աղբեր չլինենք։ Հարի ուտես, որ այդ փրկության ճանապարհը տանող դուռը չէր։ Կլիներ, եթե ես չշտապեի։ Հիմա համ ես ու դու իրար կորցրած չէինք լինի, համ էլ Բեցի ինչ էի դժբախտացնի։ Ու աբսուրդն է նա, որ այսքանից հետո չգիտենք հայրդ ինչի մեր հետ սենց վարվեց։ Ես անպայման կիմանամ։
Մինչև չիմանամ, չեմ կարող հանգիստ ապրեմ։ Ինչքանով ես համոզված, որ ճիշտ պատասխանը կստանաս։ Հա։ Այս անգամ հաստատ հա։ Մենակ թե հիմա էլ ոչ մի բան չենք կարող փոխենք։ Ես ամեն օր կաղոթեմ, որ դու գտնես քո երջանկությունը։ Մնաս բարով։ Հա, տղա ջան, այդ տեղը օգնեց, որ ներարկեցին։ Կօգնի։ Ես չպետք է քեզ դրանց մասին պատմեի։ Լավ էլ արել ես։ Ես պիտի ամեն ինչ իմանամ։ Իմացի տղա ջան, իմացի։ Քեզ ով ասում իմացի։ Այդ Անտոն Զավենիչով ու իր ահաբեկումներով ես եմ զբաղվելու։ Այ ոնց եմ հոգնել մուկն ու կատու խաղալուց։ Անցանք առաջ։ Հենրին էր եկել։ Տափակ հարցեր էր տալի։ Լավ ավակն եկավ։ Ցրվեց այդ թեման։ Այդ երկուսն էլ վերադառնալու են իրանց ուզող հարցերով։ Ինչ ուզում են թող անեն։ Այստեղ է սա հասը։ Իմ իդեալս թող ինքան կան գնան, մինչև հոգնեն աղբեր։ Հետաքրքիր է էլի։ Ում են ապուշի տեղ դրել։ Ինչ ես ուզում անես։ Խաղաքարտերը պիտի բացեմ։ Լավ էլի Միքայել։ Ես իդեպ ասեմ, որ Հենրի պահով Հենրին տանից դուրս եմ անել։ Այսինքն։ Որովհետև ես ասել էի, որ մորը տուն չթողեն։ Իսկ ինքը գնաց է ասելա թողեք մորը տուն։ Ես ասել եմ, եթե մերը գալիս է, տանից դուրս անեք, ով հետ է գնում է, թող գնա։ Հենրին դուրս անեց հետը։ Լավ ես արել։ Կներես, բայց ես չեմ պատրաստվում հանդուրժեմ այդ ամբարական կնոջին տան մեջ։ Միքայել, ես անցար քաղցր ուշերի գիրկը մտափոխվեց իր, հա։ Կասես կա իմ մոտ։ Հենրին։ Չէ։ Մերը։ Մերը։ Արամ ջան, ես զարմանում եմ քո վրա։ Ինչի՞։ Ինչի՞ ես այդ շախունցների լակոտի հետ գլուխ դնում։ Մանավանդ որ մորակրոշ տղաներ եք։ Հետո ինչ։ Միքայել Շախունցն ու Պապան էլ երկու հարազատ քույրերի ամուսիններ են, բայց այդ իրանց չի խանգարում մեկը մյուսի դեմ պատերազմ վարել։ Քեզ հիմա պատերազմել պետք չի։ Հեռու մնա տես բաներից։ Չեմ կարող։ Ես որ մի բան եմ քեզ ասում, դու չես քննարկում, պարզապես անում ես։ Ես դրան պետք է իր տեղը ցույց տամ։ Ինչ պետքա կարվի, բայց ոչ քո ձեռքով ու ոչ քո կողմից։ Չէ։ Ես ուզում եմ անձամբ պատժել դրան։ Ուզում ես պատժես, կպատժես, բայց ոչ տակացած գլխով։ Անտոն Զավենիչ, ես ձեզ շատ եմ հարգում, բայց… Էլ ինչ բայց, եթե խոսում ես հարգանքի մասին։ Ճիշտ եք, կներեք։ Արամ, ես քո հորդ խոստացել եմ, որ հոգալու եմ քո մասին։ Ու ինչ եմ իրան պատասխան տալու, եթե գլխիցդ մաս պակասի։
Բարև պապ։ Ես եկել եմ, որովհետև առանց երեխու չէի կարող մնալ։ Միքայելը քեզ է սպասում։ Ինձ է սպասում։ Բարձ չասեցի։ Ամուսինդ քեզ հիվանդանոցում սպասում։ Պապի, էլ սպասի։ Ոնց է պապան։ Լավ է։ Բայց գլխի հետ պրոբլեմ ունի։ Ցանկությունը հայտնել մորդ տեսնի։ Բայց ին արդեն տանն է։ Հա։ Այդ լավ է։ Մամ, պապան իրոք ուզեցել է քեզ տեսնի։ Հա, պապիկը տենց ասեց։ Իսկ ուրիշ բան չասեց։ Զարմանալի էր, բայց չէ։ Ինչ լավ որ քեզ չի նեղացրել։ Մտեք։ Կարելի է բնես։ Իհարկե եկեք։ Բարև ցավդ տոնը ոնց ես։ Բարև ձեզ։ Հուսամ լավ է։ Լավ կլինես ցավդ տոնը, բայց չմտածես։ Կողքդ կանգնած եմ։ Շնորհակալ եմ շատ։ Առանց շնորհակալի ցավդ տոնեմ։ Հաշվի ես քո պապան քո կողքը կանգնած է սարի պես։ Բոլոր հարցերում։ Դաշ չեք քաղում, հա, շախունցներ։ Ուզում եք ստեղից էլ շարունակեմ պայքարել ձեր դեմ։ Լավ, ես նորից կանցնեմ ձեր վրայով։ Մի սխալ քայլ ձեր կողմից ու այս անգամ իմ պատիժը սահմաններ չի ճանաչի։ Զարմացա, որ պապան ասեց ուզում ես ինձ տեսնես։ Ինչ ես արել դրա տանը։ Չես լսում, թե չես հասկանում։ Ես քեզ անորը ուզում էի պատմել, բայց դու չուզեցիր լսել։ Հիմա պատմի։ Երբ իմացա քո հետ ինչ ա եղել, չես պատկերացնի, թե իմ հետ ինչ կատարվեց։ Ես չէի ուզում հավատալ, որ սոսը կարող էր քեզ վրա կրակել, դրա համար էլ գնացի իր տուն, որ անձամբ իրանից ստանամ իմ հարցերի պատասխանները։ Ստացար։ Իսկ ինքը չէր էլ փորձում թաքցնել։ Նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց, որ ինքն ա քո վրա կրակել։ Հետո Իսկ հետո ես արդեն չեմ հիշում։ Ես չգիտեմ իմ հետ ինչ էր կատարվում ու եթե ոստիկանությունը չհայտնվեր, չգիտեմ սոսին ինչ կանեի։ Ինձ թվում էր ես այդ պահին պատրաստ եմ իրան նույնիսկ սպանել։ Ես գիտեմ դու հիմա ինձ չես հավատա, բայց ես ասում եմ այն ինչ կա։ Ու առհասարակ Միքայելի ես փորձում եմ իմ կյանքը միայն ճշմարտության վրա կառուցել։ Դեն շատ ավելի հեշտ է։ Սուտը քեզ դրսից պաշտպանում է, բայց ներսից է քայքայում։ ինչ ես ցուսմունքի մեջ ասել, որ ինքը չի կրակել։ Հանուն իմ ու սոսի անցյալի։
Մեր մահացած երեխային։ Ես այդ պահին իր դեմում ցուցմունք չտվեցի, բայց ինքս ինձ խոստացա, որ եթե հանկարծ քեզ ինչ-որ բան լինի, ես ինձ ձեռքերով իրան կսպանեմ։ Ես շատ եմ գնահատում քո ազնվությունը։ Ու այսքան տարի քո հետ դրա համար եմ ապրել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ասացիր, որ ինձ չես սիրում։ Ես իհարկե ամբողջ կյանքս պայքարեցի, որ մի օր դրա հակառակը լսեմ։ Միքայել, քո պայքարը իր արդյունքը տվել է։ Մենակ թե, որ մի բանի համար կռիվ ես տալիս, հոգնում ես, երբ որ հասկանում ես, որ քո պատկերացրած արժեքը չունի։ Գնա տուն, տանը փոքր երեխա ունես։ Քո տան դռներն էլ էին փորձում իմ առաջ փակել։ Գնա տուն։ Հենրի պետք չի։ Ասում ես պետք չի, բայց ինքդ չես ուզում գրկիցս գնաս։ Տենց է, չէ։ Մենք սխալ ենք վարվում։ Բաժանում ինչը գրկա խառնվելը ճիշտ չի։ Մեր կյանքում ոչ մի ճիշտ բան չի մնացել։ Անգել խոսք տուր ինձ, որ դու իմ նման չես շտապի, իմ նման չես վարվի կյանքդ ուրիշի հետ կապելով։ Բաց թող ինձ թե ֆիզիկապես, թե հոգեպես Հենրի։ Այն ինչ ինձնից ես պահանջում, ինքդ կարողանալու ես անել։ Փորձելու եմ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Բայց մեր սերը երկուսիս համար էլ պատիժ դարձավ։